Տեսեք, մարդուն առաջադրված է միջին ծանրության, մեղսագրված է միջին ծանրության հանցանք։ Դե որքանով է այդ հանցանքի մեղսագրումը կրում իրենից ներկայացնում աբսուրդային մնույթ, կարծում եմ բոլորիս համար բարձր եւ հասկանալի։ Մարդուն մեղադրել այն բանի համար, որ վերջինս ընդհանրապես հայտարարել է, որ կանգնած է եկեղեցու կողքին եւ իր մեթոդներով պայքարելու է հայ ազգի եւ հայ կրոնի համար, դրա համար առաջադրել մեղադրանք այն բանի համար, որ նա իշխանության յուրացման կամ իշխանության զավթման հրապարակային կոչ է կատարել, կարծում եմ ավելորդ։ Բայց այստեղ ավելի աբսուրդը կայանում է նրանում, որ մարդու մեղսագրված է ընդհանրապես միջին ծանրության հանցանք, որ իրենից ենթադրում է նաև այնպիսի պատիժ, որ կապ չունի ազատությունից զրկելու հետ, այսինքն տուգանք, հանրային աշխատանքներ եւ այլն եւ այլն։ Առհասարակ մեղսագրված է միջին ծանրության հանցանք։ Որպես փաստաբան, որպես իրավապաշտպան, ես իմ փաստաբանական գործունեության ընթացքում կարելի ասած առաջի անգամ եմ հանդիպում մի դեպքի, երբ որ մարդուն առաջադրում է միջին ծանրության հանցանք մեղադրանք, երբ որ այդ հանցանքը, որ իրենից ենթադրում է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, որը կապված է տուգանքի եւ հանրային աշխատանքների հետ, սակայն այսօր նրան ազատության սահմանափակման եւ անգամ ազատազրկման կալանքի տեսքով խափանման միջոցով կիրառելու միջնորդությամբ քննչական կոմիտեն աբսուրդային միջնորդություն է ներկայացնում դատարան։ Ես կարծում եմ դատարանի կողմից կայացվող որոշումը կլինի հավանական կայացվող որոշումը կլինի ազատության սահմանափակման հետ կապ ունեցող, սակայն ոչ կալանքի տեսքով, օրինակ վարչական հսկողության տեսքով, որի ընթացքում կսահմանափակվի, որպես վրաչի սահմանափակում կսահմանափակեն Սամվել Կարապետյանի խոսքի ազատության իրավունքը եւ այդ կերպ կպայքարեն նրա պայքարին հանուն եկեղեցու եւ հանուն ժողովրդի։ Կարծում եմ այս ամեն ինչի էությունը եւ այս ամեն ինչի նպատակը կայանում է նրան, սակայն մենք ապրում ենք այնպիսի մի անօրինական երկրում եւ այնպիսի մի պետության մեջ, որ չեն բացառում նաեւ, որ այսպիսի աբսուրդի հասնող մեղադրանքի համար մարդու նկատմամբ կնշանակեն ազատազրկման հետ կապ ունեցող կամ ազատության սահմանափակման հետ կապ ունեցող խափանման միջոց, խոսքը վերաբերում է իհարկե կալանքի կամ թեկոս տնային կալանքի մասին։